Սիրում եք տարբերվող համեղ աղցաններ, ուրեմն գրանցեք այս բաղադրատոմսը։ Այսօր միասին պատրաստում ենք կաղամբով, գունավոր պղպեղով և հավի կրծքամսով շատ համեղ, օգտակար վիտամինաշատ աղցան։ Այս աղցանը կարելի է մատուցել թթվասերով, մայոնեզով կամ վրան վերջում ցողել մի փոքր ձիթապտղի ձետ, բոլոր տարբերակներով էլ շատ համեղ է ստացվում։ Տեսքը շատ գեղեցիկ է, գունառատ, կարելի է պատրաստել տոն օրերին և ամենակարևորը պատրաստման համար երկար ժամանակ չի պահանջվում։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 300 գրամ խաշած հավի կրծքամիս, 1 վարունգ, լոլիկ, գունավոր պղպեղ, կաղամբ, կանաչ սոխ, համեմ և եգիպտացորեն։ Քանի որ բաղադրիչները շատ են, բանջարեղենից վերցնելով յուրաքանչյուրից մեկ հատ ստացվում է բավականին մեծ ծավալով աղցան։ Մանր խորանարդների ենք բաժանում վարունգը, լոլիկը և բուլղարական պղպեղը։ Բաղադրիչները թթվասերի կամ մայոնեզի հետ չենք խառնելու, դրանք ավելացնելու ենք ամենավերջում, որպեսզի այս գեղեցիկ գույները չկորչեն և աղցանը ճաշակելիս հաճելի լինի նաև աչքին։ Գեղեցիկ գույներով հարստացնելու համար կարող եք վերցնել տարբեր գույների գունավոր պղպեղներ, այս անգամ իմ ձեռքի տակ կարմիր գույն է։ Բարեկամներ, եթե նոր եք միացել Հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք գրեթե 1000-ին հասնող շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Որքան հնարավոր է բարակ շերտատում ենք մոտ 100 գրամ հյութալի քաղցր կաղամբ։ Թարմություն հաղորդելու համար մանր կտրատում ենք մի քանի ճյուղ կանաչ սոխ և համեմ։ Որպեսզի աղցանից արտահայտիչ հավի հոտ չկա, միսը պետք է եփել ճիշտ ձևով։ Հավի կրծքամսի վրա լցնում ենք սառը ջուր և դնում ենք ցածր կրակի վրա, եփում ենք ընդամենը 5 րոպե, թափում ենք ջուրը, լվանում ենք միսը և այս անգամ մսի վրա լցնում ենք եռման ջուր, եփում ենք մինչև պատրաստ լինելը, համեմում ենք աղով։ Այս տարբերակով եփված միսը աղցանների համար իդեալական է և աղցաններից կողմնակի համ երբեք չի գալիս։ Հավի կրծքամիսը բաժանում ենք մանրաթելերի, այն աղցանը կհարստացնի օգտակար սպիտակուցներով։ Բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ, կօգտագործենք նաև 200 գրամ եգիպտացորեն։ Թե ինչպես պահեստավորել եգիպտացորենը ձմռան աղցաններ պատրաստելու համար, տեսանյութը կթողնեմ նկարագրությունների բաժնում, տեսեք թե ինչ հատիկ է մնացել։ Ավելացնում ենք աղ, չմոռանալով, որ հավի կրծքամիսը արդեն իսկ աղ է պարունակում, մի փոքր խմելի սունելի և սև պղպեղ, խառնում ենք և աղցանը պատրաստ է։ Լցնում ենք մատուցվող ափսեի մեջ, վերջում ավելացնում ենք մայոնեզ, թթվասեր կամ ցողում ենք ձիթապտղի ձեթով։ Այս տարբերակով աղցանի խրխրթանությունը, տեսքը և գույները չեն կորչում, ձեզ էլ խորհուրդ կտամ մատուցել այս եղանակով։ Համտեսողը իր բաժնի վրա կարող է ավելացնել լրացուցիչ մայոնեզ կամ թթվասեր։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ սպիտակուցներով և վիտամիններով հարուստ, խրխրթան, հյութալի նման համեղ աղցանի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։